Բարև ձեզ, պարոն Բեկտաշյան, բարև ձեզ, հարգելի բարեկամներ, նորից եթերում ենք քիչ ընդմիջումից հետո իրադարձությունների շարքը պարտադրում որպեսզի ակտուալ հարցերը մի հատ վերլուծենք իրար հետ։ Մենք երկար ժամանակ խոսում ենք պարոն Բեկտաշյան իրար հետ եւ անհրաժեշտություն կա ուրեմն, այսպես ասած, մի հատ հետաքննելու, քչփորելու այս ամբողջ իրադարձությունները, որ մեր շուրջ են հավաքվել, որպեսզի բարձվի տեսնենք ինչ է կատարվում։ Ինֆորմացիայի ուրեմն աղբյուրները, ինֆորմացիան շատ է Facebook-ում, տարբեր լրատվական միջոցներում, ինտերնետում մենք տեսնում ենք մեծ քանակությամբ ինֆորմացիա այսօրվա Ղարաբաղյան խնդրի շուրջ, որտեղ մենք գալիս ենք արդեն Ղարաբաղյան պատմության երկրորդ, այսպես ասած, նոր էտապ է, այսպես է ստացվում, այսօրվա դրությամբ, եւ այս ամբողջ համաշխարհային թողուբորի մեջ, որտեղ որ տնտեսական ճգնաժամից անմիջապես հետո, ինչպես 29-30 թվականին էր, հիմա եկել արդեն լուրջ քաղաքական, ռազմական ճգնաժամ եւ պետք է հասկանանք, թե այսպես ինչ է կատարվում ոչ միայն դրսում, այլ առաջին հերթին մեր մոտ ներսում, արդյոք մենք այս 20 տարիների ընթացքում հասցրել ենք այս փոքր պաուզայի ժամանակ կազմակերպվել մեր տանը, որպեսզի դիմակայենք դրսի տարբեր տեսակի փոփոխություններին, ճնշումների եւ այլ բաներին։ Սա այդ թեմայի ընդհանուր ուրեմն խնդիրը, որ մենք պետք է տեսնենք իրար հետ վերլուծենք հարցը եւ ես անցնեմ մի հատ ուրեմն քանի որ հարցերը շատ են միանգամից անցնենք մի հատ հետաքրքիր բանի վրա, քանի որ դուք Ղարաբաղյան պատերազմում ոչ միայն պատերազմել եք, այլև ղեկավար եք եղել պատերազմում, գնդապետ եք եղել, փոխգնդապետ եւ այսօր է Շուշիում եք, Ղարաբաղում եք, լավ տեղյակ եք։ Ես ուզում եմ մի հատ հասկանալ, թե այս խնդրից սկսենք, էլի, այս վերջերս անընդհատ գերավարության մեջ են հայտնվում հայ գյուղացիներ, անընդհատ ոնց որ պատահաբար հատում են իրանք, այսպես ասած, ադրբեջանական սահմանը, չգիտես ինչի վերջին 15 տարիների ընթացքում վերջին անցում են հատում տարբեր տեղերից, գյուղացիներ, որոնք ամբողջ իրանց կյանքը ապրում են այդտեղ եւ լավ գիտեն ճանապարհները, այսպես ասած, եւ բացի դրանից էլ հայտնվում են մեր տարածքում բազմաթիվ անգամ դիվերսիոն խմբեր։ Ուրեմն պետք է հասկանալ այս ինչ պատմություն է, ինչու հանկարծ հայտնվում են դիվերսիոն խմբեր, հատում են մեր գյուղացիները պատահաբար, բայց ես իհարկե այսպես չարքերներով եմ ասում, որովհետեւ շատ հավանական է, որ հենց այդ խմբերը, որոնք ներխուժում են, տանում են նույն գյուղացիներին, որոնք տարբեր տեղերում են հայտնվում, ոչ թե ադրբեջանական շատ անգամ ասում, հա, եւ պետք է մի հատ ամբողջ այս վերլուծությունների թողնողի մեջ, որտեղ 4 կողմը մենակ, այսպես ասած, վերլուծություններ, քաղաքագետներ եւ այլ այսպես բաներ, մենք մեր անալիզը մի հատ անենք եւ հասկանանք, ասենք, մենք ինչպիսի բան ենք գտնում մեր համար, որպեսզի կարողանանք տեսնել եւ հասկանալ այս շրջապատում կատարվող իրադարձությունները, որ իմանալ ինչ անել։ Հիմա դուք ինչ կարծիք եք այս հարցի շուրջ առաջին հերթին, ինչ է կատարվում, ինչու են անընդհատ այս դիվերսիոն խումբ, գերիներ, իհարկե մենք գիտենք, որ այսօր արդեն Հովիկ ջան, խնդիրը հասկացա, բավականին թվում է թե պարզ հարցադրում է, բայց ահռելի համատեքստ կա դրա տակ, որ փորձենք շոշափել, որ պարզ լինի նաև իմ կարծիքը ինչու է այդպես։ Ուրեմն պատահական չի, որ Ռուսաստանը Ղարաբաղի, Արցախի անկախությունը չի ճանաչում։ Եվ Հայաստանի կառավարման լծակները բոլոր փաստացի դե ֆակտո, դե յուրե կոչում ենք Հայաստան, դե ֆակտո մենք անկախ չենք փաստորեն։ Պետական միջոցների ռազմավարական, պաշտպանական տեսանկյունից բոլոր կախվածության լծակները կամաց Ռուսաստան նորից վերցրեց իրեն։ Մեր վայ քաղաքական գործիչների ձեռամ իհարկե։ Ուրեմն Ռուսաստանի ձեռնտու է այս հատվածում անընդհատ
ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ կար, որ երբ իր շահերին պետք է ակտիվացնի պատերազմային վիճակ, երբ պետք չի, ասենք, դադարի վիճակը։ Ինչու՞ է խնդիրը։ Ամբողջ աշխարհը պետությունները փաստորեն գնացին այդ Ռուսաստանի շրջափակելու տնտեսապես, որպեսզի փորձեն տնտեսական ազդակներով ինչ-ինչ իրենց համաշխարհային տիրապետման ծրագիր իրականացնելը։ Հիմա Ռուսաստանը ինչ է անում, ինքը իրեն պաշտպանելու համար մեր զորությունը տալիս հերթական անգամ։ Ինչ է անում, այսինքն միակ գազատարը, որ հիմա այս հատվածից գնում է դեպի Եվրոպա, դա է Ջեյհան Բաքու գազատարն է, եւ պատերազմի սկսվելու դեպքում աննախ եւ առաջ պետք է պայթեցնենք այդ գազատարը, որպես հակառակորդի էապես վնաս հասցրած լինենք, դրանով իսկ դեպի Եվրոպա գնացող ահռելի այդ գազային զանգվածը, այսինքն տնտեսական հարված ենք հասցնում Եվրոպային դրանով։ Այսինքն Ռուսաստանը մեր այս վիճակը օգտագործում է, որպեսզի մեր միջոցով ազդի եվրոպական երկրներին, որոնք տնտեսական սահմանափակումների մեջ են դրել Ռուսաստանը։ Դա ակնհայտ երևում է եւ գործ պատերազմի վերսկսման մեխանիզմը նույնն է, ինչ որ 1988 թվականին, Հովհաննես։ Պատերազմը սովորաբար սկսվում է հարևան բնակավայրերից հակառակորդների։ Այն ժամանակ էլ հարավից սկսած, հյուսով վերջացած, սահմանային գյուղերում գնդագործություն, մարտահրավերներ տեղի ունենում եւ դա արվում էր KGB-ի միջոցով, թշնամություններ սերմանում հարևան բնակիչների միջև եւ արդյունքում եւ որ դա կրում էր համատարած բնույթ, դա արդեն համապետական բնույթի խնդրի էր վերածում, արդյունքում վերածվեց պատերազմի։ Սա գործառույթ է, տեխնոլոգիա է պատերազմի վերսկսման։ Ի վերջո թմբիրի մեջ ապրող իր անապազորը հացի հետևից վազող մարդուն, որպեսզի իրեն իր կյանքը տունը պահելու խնդրից հանեց վերեց պատերազմի մեջ պրոցես է պետք։ Եվ քո դիտած այդ ընթացքը շատ նման է 88 թվականի գործառույթներին։ Այսինքն արդյունքում պատմականորեն հերթական անգամ գերտերությունների խաղի մենք խաղալիք ենք եւ դրա հիմքերը թե ինչու է, այդ մասին կարծում եմ պատճառները ինչի հետևանք է կարող էր այլ կերպ լինել թե ինչ ընթացքում փորձենք լուսաբանել ես ու դու, իսկ որ իմ տեսակետը դա է, որ քո նկատած օրինաչափության ես այդ կարծիքին եմ, նախապատրաստվում է մեծ պատերազմ, մեծ հակամարտություն, պատերազմ չէ, եւ հիմա սա նախազգուշական ակցիա էր, այս դիվերսանտներ, մեր կողմից, իրենց կողմից եւ այլ, որ Սոչիում էլ հանդիպանը այսօր, ասենք, պետք է հանդիպեին ոչ թե նախագահներ Ալիև Սերժ Սարգսյան, այլ Պուտին Սերժ Սարգսյան Ալիև։ Սրա արդեն ձևաչափը լրիվ տարբեր է։ Այսինքն Պուտինը կանչել է երկուսի առաջ խնդիր դնելու Ալիևին, որ եթե դու իմ պայմանների մեջ չեկար, ես հենց հիմա Ղարաբաղը պատերազմի մեջ եմ բերում եւ նաեւ նպաստելու եմ, որ քո հարցերը լուծվեն։ Եվ ես համոզված եմ, որ Ալիևը չի գնալու այդ հանդիպման։ Այսինքն Ալիևին ինք ուզում է բերի դեպի մաքսային միություն, դեպի Ռուսաստան, սակայն իհարկե, որովհետեւ որպեսզի նույն Եվրոպայի վրա ազդման լծակների ձեռքը վերցնի։ Ամբողջ աշխարհը Ռուսաստանի պատերազմ է հայտարարել, չէ, տնտեսական պատերազմ, չէ։ Ինքն էլ իր միջոցներով է հակազդում այդ ամեն ինչին, եւ արդյունքում ստացվում է նոր քաղաքագիր Եվրոպան կոչված իր այդպիսի համաշխարհայնացման քաղաքականության արդյունքում
Ավերում է մեր նման փոքր տիպի պետություններին, ազգերին, ժողովուրդներին զոհ են տալիս էլի։ Եկեք այս անկյունից նայեք, մեր նման փոքր տիպի պետություն չնայենք ինչպես փոքր եւ փոքր պետություն։ Տեսեք, մենք կան պետություններ, որ փոքր են, բայց իրանց նույնիսկ եթե մեր պետությունները խաղերի մեջ են գցում, այդպես է քաղաքականությունը, իրանք միշտ, ասենք, դուրս են գալիս օգուտով, առավելագույնով կամ իրանց հետ ուրիշ ձև են հաշվի նստում։ Եվ Հայաստանը այդ հնարավորություն ունի 20 տարի պատրաստվելու հզոր տնտեսություն ունենալու, որը որ իհարկե չունեցավ արտադրություն եւ այլն, որպեսզի սեղանի շուրջ Նազարբայևը կամ մյուսները պայմաններ չդնեն Հայաստանին տնտեսական միություն մտնելու ժամանակ։ Իսկ Հայաստանը այսօր դա չունի, այսինքն Հայաստանը աղքատի եւ փոքրի դերում է, սա փոքր չափը կարևոր չի, կարևորը իր պոտենցիալն է, իր ներսի կազմակերպվածությունն է, որովհետեւ այս մարդիկ տեսնում են այս Նազարբայևը մյուսները, որ իրանց գործընկերը, որը ուզում է իրանց հետ մասնակցել, շատ թույլ է եւ անկազմակերպ, անկախ նրանից թե ինքը հաղթում է պատերազմում, թե չէ, նա լավ կռվում է, բայց տունը փնտրի է, դուրսը լավ կռվում է, տունը ոչ արտադրություն ունի, ոչ բան, սև ավտոներն էլ առել է, ասես ֆռում է, իրան լավ ազգում։ Այսինքն մի հատ վիճակ է։ Եվ ստեղ մի հատ հարց է գալի, ես ստեղից ուղղակի գալիս եմ այդ բանին, որը որ ենթադրում էր այսօրվա խնդիրը։ Տեսեք, այո, ուղղակի 2 տարի առաջ, ուղիղ 2 թե 3 տարի առաջ հարց են տալիս Հայաստանի Հանրապետության ներկայիս նախագահին սահմանամերձ գոտում, որ սահմանաբերձ բնակիչները տեղի, որոնք իմիջիայլոց ասեն սահմանապահներ են սահմանամերձ բնակիչները, իրանք երեխեքը մեծերը, տատիկները, պապիկները, դրա համար իրանք դեր են խաղում այդտեղ, եթե նրանք չլինեն, այդտեղ հեշտ կլինի մտնելը եւ այլն։ Եվ ինչպես անենք, որտեղ պայմաններ չկա եւ պատասխանը այսպեսին է, թող գնան սահմանից հեռու, այնտեղ որտեղ որ ջուր ու եսիմ ինչ են ասում, դա էլեկտրականություն կա, առանց ասելու որ հակառակը իրանց պետքա տվի սահմանապահի ստատուս, պայմաններ, որ իրանք այնտեղ մնան։ Մենք պետքա կտրենք այն լավ տեղերից, որտեղ լավ է գործերը, լավ գյուղ է, լավ է, այդտեղից մասը տանք սահմանին, որտեղ իրանք գործ են անում, իրանք սահմանապահ են, ոչ թե անպայման չի որ զինվոր լինեն, ընդեղի տատիկն էլ է սահմանապահ։ Եվ հանգարց այս մտածելակերպը տեսեք պարտություն կրեց այսօր։ Եվ եթե հանկարծ այդպիսի պատրաստվածություն ունենար Հայաստանը, որը որ սահմանները լավ, ավելի ուժեղ, շատ մարդ լիներ, ավելի ուժեղ տնտեսություն ունենար, այսպիսի բան կարող է չլիներ, կարող է չխաղալ։ Ասենք Ադրբեջանը ինչ որտեղ ուրիշ հունով տաներ հակամարտությունը։ Բայց այսօր կասկածներ կան, չնայած որ մենք համոզված ենք, բայց նրանք կասկածում են, փորձեր են անում։ Արդյունքում ինչ է, որտեղ տեսնում են, որ այս մարդը իրենք կարում, այ մարդ, այդ սահմանի վրից թողը գնացել են, մենք գնանք այդ սահմանները մտնենք ֆրֆրանք, այս պատմությունն է։ Հիմա այսօրվա մենք այս պոզիցիայի մեջ ենք, այդ շախմատով մենք ոչ լավ կոմբինացիայի մեջ ենք, ոչ լավ դրության մեջ ենք։ Հիմա ինչ եք կարծում, Սամվել, ինչպես անել, որպեսզի առաջին հերթին մի հատ հասկանանք իրար հետ, անկախ նրանից, թե մենք գիտենք, որ պատերազմում կամ ընդհանրապես ցանկացած հակամարտության տնտեսության մեջ ամեն տեղ հաղթում են դրանք, ովքեր ունեն ոգի, դուխ, հայր իհարկե ունեն, ովքեր դրանց որը որ մենք ունենք եւ ովքեր որ միազգեն իրաց սրբազան հայրենիքն են բանանում, որը որ հայրենիք ավելի լավ է քան ադրբեջանցիների մոտ, իհարկե անկախ նրանից մենք քննադատում ենք մեզ թե չէ, մի հատ հասկանանք մի կարևորագույն երևույթ, տեխնիկական երևույթ, խնդիր, ինչպես անել այսօր, որպեսզի ցանկացած ձևով այս վարքյանին, որտեղ դա չի արվել 5-10 տարի առաջ, 20 տարի առաջ, 2 տարի առաջ, որ պետք է արվել, որտեղ դրա մասին կանդրադառնանք, որտեղ ես հեսա վերադառնալու եմ դրան, որ այսօր միանգամից կանգնեն ադրբեջանական կամ այլ կողմերը
բարիերի առաջ, որոնք իրանք չեն կարողանալու անցնել։ Հենց այսօր դա է դնել, ոչ թե վաղը պատերազմել, պատերազմը երկար է լինելու, կլինի թե չլինի մենք չգիտենք։ Այո։ Բայց ճիշտ բարիերը որ դնես, ճիշտ տեղում, ճիշտ քարը որ խաղաս, այդ ժամանակ կփոխվի իրադրությունը։ Ոնց անենք, այդ սահմանապահներին ոնց անենք, որ իրանք լավ նայեն, հանկարծ չհայտնվեն մյուս կողմում, լավ իմանան, պատրաստված լինեն հանկարծ, որ հենց այնց կրակոց չհայտնվի այնտեղ, իրանք այնց պատրաստված լինեն, եւ դա հնարավոր է։ Ոնց անենք մենք։ Ուրեմն ընդհանրապես երբեք ուշ չի գաղափարը գործում է, բայց կա քրիտիկական զանգված հասկացությունը, որից ենքով արդեն օրինաչափությունները դատարում են գործել, այսինքն փոխվում են ուղղակի։ Հիմա ես կարծում եմ, որ դեռ այդ քրիտիկական զանգվածին մոտ ենք, բայց բավականին լուրջ գոնե մարդկային ռեսուրս ունենք։ Ինչ նկատի ունեմ, որը կարող է հակազդել կամ այլ ընթացք ապահովել այս համատարած հարձակման հանդեպ, իդեպ մեկ ոչ թե Բաքվի կողմից են հարձակվում, այլ բոլորի կողմից, բանից բարձրացման, ինչպես միշտ։ Բայց եթե բոլորի կողմից ենք հարձակվում, Սամվել, այդ նշանակում է մենք պարտվել ենք դիվանագիտական պայքարու։ Բեր կանք դրա ակունքները, որտեղից է գալիս։ Մենք պատմությունը ցույց է տվել, որ մենք ունեցել ենք մեծեր, հոգևոր մեծեր, որոնք կարողացել են միաբանեն, նախ դա թողենք մի կողմ, ինչից է գալիս է, մեր նկատմամբ վերաբերվում են ոչ թե ամբողջ ազգի նկատմամբ, այլ անձի, այդ դրսի ուժեր կոչվածը գործ ունեն ոչ թե ազգության հետ, ազգի, հավաքականության, գործ ունեն անձի հետ, անձ ունի կոնկրետ մարդկային որակներով, իր սխալներով, իր առավելություններով, իր բացերով եւ այլն։ Սա ինչ է հուշում։ Մենք առանձնազրույցի եմ զրուցել ենք այդ մասին, Ռոյ ջան։ Այսինքն շատ կարևոր է նախ ճիշտել տարբերակենք ցեղ թե ազգ։ Մենք ցեղ ենք թե ազգ ենք։ Ցեղ նշանակում է կենսաբանական կապերով կապված, խնամակցային կապերով մարդկանց խումբ։ Ազգ նշանակում է ընդհանրական արժեքներով ապրող մարդիկ։ Հիմա օրինակ Ամերիկայի տիպի պետությունը ինք ազգային պետություն է, որովհետև ընդհանրական արժեքներ ունի։ Բայց հիմքը ցեղային չի։ Հիմա մենք ունենք ուժեղ ցեղային հիմք, եւ որի վրա ազգային պետություն պետք է ունենանք, որը կոչված է պետությունը ընդհանրական արժեքներով ապրեցնելու, եւ բոլորս պետք է սրբորեն պաշտենք այդ ընդհանրական արժեքները, բայց հիմա նա ինչա կատարվում։ Հալա տեսնենք, ասենք ընդհանրական արժեքներով, այսինքն ազգային ապրելու կերպով համակարգերը որոնք են այդ հաստատությունները, հասարակական կամ պետական ինստիտուտները, որոնք հանգեցնում են ազգային մտածողության։ Դա եկեղեցին է, դա մշակույթն է, դա հակառակորդն է, նույն թուրքը, եւ դա օրենքն է հիմնականում։ Այսինքն ես մի բան անեմ, էլի, դենց ընդհանուր բերեմ, ձեր ասածը, ուրեմն այդ ամբողջը, որ ասացիք, այդ ամեն ինչ է, սա ուրեմն ընդհանուր արժեքը, որ ասացիք, կախված է հիշողության, կոլեկտիվ հիշողության մեջ, կոլեկտիվ հիշողությունը ինչ է նշանակում, որ փոքր ժամանակվանից, հիմա մենք, ինչ որ ինձ թվում է մենք հիմնական տարերը ունենք, կոլեկտիվ հիշողության մեջ մտնում է այն ամբողջ ինֆորմացիան, հոգևոր արժեքները,
այսպես քրիստոնեությունը, ցեղասպանության մասին ինֆորմացիան, որը բոլորը նույնիսկ խանգում են տարբեր երկրներում դրա մասին գիտեն, մշակույթ եւ այլ Հայաստանի գոյությունը եւ ամենակարևորը հայոց լեզու, որտեղ լեզու ամբողջ դա ամեն ինչը փակված է լեզվով, այդ ամեն ինչը հիմքը լեզուն է, լեզվից է գալիս։ Եթե լեզու չունենանք, այսինքն այդ ինֆորմացիանը չենք կարող ստանալ եւ այլն։ Հիմա սա դրեցինք մի կողմ։ Հիմա պետք է հասկանալ, որ մեր օրինակ Ադրբեջանի կողմը շատ ցեղային է, որտեղ այնտեղ դուք էլ գիտեք, որ ամբողջ ազգային չի, իրանք տարբեր ցեղեր ունեն, տարբեր ազգեր կար եւ մեր առավելությունը այս երկրի նկատմամբ եւ ոչ միայն Ադրբեջանի տարածաշրջանում շատ մեր բոլոր համարյա հարևանների նկատմամբ հենց այդ տարբերությունն է, մենք միակ մոնո այսպես ասած մոնոցեղ մոնոազգային երկիրն է, միատար եւ ձևավորված ենք։ Միգուցե դրանից 10,000, 5,000 տարի առաջ եղել են այդպես հայկական, այսպես ասած, ցեղեր, որովհետեւ տենց է առաջ, բայց անցել է, չէ՞ որ մենք հին 10,000 տարի եւ ընդհանուր մենք միատար ազգ ենք։ Հիմա այս մարդկանց մոտ Ադրբեջանում լրիվ ուրիշ է, այնտեղ կան լեզգիներ, տալիշներ, տարբեր տեսակի ցեղեր, որոնք այնտեղ իրանց խմբերով ապրում են եւ իրանց բաներ ունեն, հաշիվներ ունեն։ Մենք իրանցից տարբերվում ենք, բայց ի՞նչն է խնդիրը առաջացնում մեր մոտ, որ հանկարծ մեր մոտ այդ տվյալները կա, բայց գալիս է միտեղ ոչ բոլորը, իհարկե ես չեմ ասում, որ գալիս է միտեղ հատկապես եւ նայում ենք այսպես ասենք Հայաստանի վիճակով, ասենք, ենթադրենք տարբեր, ես չեմ ուզում ասել կառավարման համակարգի, ընդհանուր, մենք ինչ որ ցեղային հոգեբանությամբ ենք խոսում, ոչ ազգային։ Բա ո՞նց է ստացվում այդ ձեր։ Ասենք, ուրեմն ասեմ օգշան, բանը ինչ է կատարում։ Այդ նախանշված ոլորտները, որոնք կոչված են ընդհանրական արժեքներով կրթելու, դաստիարակելու, մեծացնելու, կառավարելու երկիրը, հա, նաև, որի դեպքում մենք կարող ենք կոչվենք ազգային պետություն։ Մենք ազգային պետություն չենք։ Ցեղախմբային ինչ հնթի խառը, sense անցումային ինչ որ արժեքներով ապրող պետություն ենք, անվան գոնե։ Եվ որ ուժերն են, որ այդ ազգային մտածողություն կրթող, ձևավորող ինստիտուտներին, հաստատություններին խանգարում են։ Ուրեմն մենք ցավոք սրտի ապրում ենք ոչ թե մեր տեսակի անհրաժեշտ կանոններով եւ համարժեք կառավարման միջոցներով, մեթոդներով, հա, այլ ինչ պարտադրում են, դա ենք ներմուծել։ Օրինակ եկեղեցին, որը իրոք եզակի պատասխանատու է հավաքականության եւ արժե համակարգի համար, մարդկային տեսակի որակի համար, ինչ որակի մարդ մեծանում, այդ նույն եկեղեցին միջազգային ազդումների արդյունքում հայտնվել է հասարակական կազմակերպության կարգավիճակում։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ անընդհատ այտենց պատբերաբար եղել է, չէ՞, այտենց բան եկեղեցու հետ։ Պատբերաբար տարբեր ժամանակահատվածներում։ Հիմա շարունակենք, անընդհատ, որովհետև կառավարությունը, աշխարհիկ իշխանությունը կառավարում է փողը, ոչ արժեքները։ Եվ դեստրուկտիվ քանդող միջոցներից մեկը դրսից պարտադրել են, որ քո եկեղեցին հերթական հարյուրավոր կազմակերպություններից մեկն է, ու վերջ, որպես իրավաբանական անձ։ Բնականաբար ազդման եւ հասարակական կյանքի կազմակերպման առումով կամավորական բնույթ է կրում եւ արդյունքում մրցակցությունից դուրս է մնում, որովհետեւ այլ համանման կառույցներ միջոցներով մարդկանց սոցիալական վիճակ օգտագործելով տանում են մայր եկեղեցուց կտրում են։ Երկրորդ ոլորտը դա
ընդհանրական ապրելու հակառակ է այս ներկա վայրի կապիտալիզմի մոդելը, որից հրաշալվում են հիմա, ասենք, Ամերիկայի տիպի այդ ազատ կապիտալի գործման այդ պետությունները, այդ մոդելից։ Այսինքն բաժան արվեց երկիրը, նյութը, նյութական արժեքները եւ արդյունքում փոշիացավ ոչ նյութական իրավունքը փոշիացավ։ Նյութական իրավունք էլի շատից քչից գործումը, ոչ նյութական իրավունքը ընդհանրապես թքածուն են։ Այսինքն դա որպես պարտադիր բաղադրիչ կառավարման պետականության մեջ չի կարևորում, որովհետև այնտեղ մարդիկ վազեցին շատ փող ունենալու հետևից։ Այսինքն արդյունքում բսկտվեց եւ հասարակական միաբանության, ազգային միաբանության այդ հոգեբանությունը հանրույթի հասարակության սկսեց տրոհվել եւ սկսեց չվստահել այդ ընդհանրականության, այդ ազգային ապրելու կերպի։ Ակամա մարդիկ մղվեցին ցեղային ապրելու կերպի մոդելի։ Եվ ոչ թե համայնքներով են տեղափոխում Ռուսաստան աշխատանքի այլ համայնք, այլ իրենց բանով, ցեղախմբային ցեղերով են գնում։ Բնական ոնց անել, անծանոթ մարդկանց չեն կարող։ Ասելս նայած կամա այդ մոդելը նյութի եւ տնօրինման ընդհանրապես տնտեսական կառուցվածքի այս մոդելը, որը ներ են գուցել, դա քանդուքարափ է անում ազգային ընդհանրականությունը։ Մյուսը դա կրթությունն է, Մինչ կրթության անցնել ասեմ նաև օրենքը։ Օրենքը բնականաբար ամենահզոր միջոցն է, որը մարդկանց բերում է ընդհանրական հարաբերությունների արժանամակարգ, որը բերում է ազգային մտածողություն։ Ցավոք սրտի Հայաստանում, արդյունքում նաև պարտադրված Ղարաբաղում ամենաանպաշտպանը մարդը չէ, ամենաանպաշտպանը օրենքն է, որը տնօրինվում է կամայականորեն չինովնիկների ձեռքին, որովհետև արդարադատության համակարգ կոչվածը կառավարում է մի կետից։ Արդյունքում օրենքները կամայական են մեկնաբանվում եւ արդյունքում ունենում ենք ոչ բան է, այսինքն խախտված օրենքների պայմաններում ազգային պետության մասին խոսելը ընդհանրապես անիմաստ է։ Մյուսը դա կրթությունն է, նոր սերունդը ձևավորումը եւ անկախ պետության քաղաքացին, որ պետք է ձևավորվի, դու ասում ես մի քիչ առաջ, դաստիարակվի, կրթվի ընդհանրական արժեհամակարգով, չէ, որ ինքը որպես ազգի բաղադրիչ մեծանա, ոչ թե իրեն ցեղի փոս ինչ որ ոման, այլ հայ ազգ որպես հայ մեծանա ինքը։ Արդյունքում այդ կրթության համակարգը այդ բոլոնյան կոչված համակարգով ենք առաջնորդվում, որը ամեն ինչ արվում է, որ ընդհանրականությունը ընդհանրապես մարդկային հոգեբանությունից դուրս մղվի։ Ուրեմն օրենքը կամայականությունների ձեռնա բանի իշխանության, կրթությունը գիտես ում ձեռնա, չես կարող ասես դեռևս ում ձեռնա, հələ կարելի է ուսումնասիրել թե ում ձեռնա կրթությունը, եկեղեցին չգիտես էլի ում ձեռնա, ու տենց շարունակ, ոչինչ որ մեր ձեռը չի, բա ոնց անենք։ Մի բան մեր ձեռն է, Հովիկ ջան, մի բան։ Այդ թուրքն է։ Այդ միակ ռեալ թուրքն է, որ մեզ ազգ է պահում։ Թուրքին հանում ես, իլամին պետք է ամեն տարի մաղարիչ անենք, այդ սնունդը շնորհավորենք, մենք որ մեզ ազգ է պահում։ Մեզ ստիպում է, որ ազգային դաշտ տեղափոխվենք։ Հիմա էլեմենտար անասունը էլի սկսեց մեր երեխանց կոտորել, չէ՞։ Բայց մեզ ակամա մղեց ազգային դաշտ, ցեղային դաշտից։ Եթե իր այդ քայլերը չլինի, մենք այս մանր կենցաղային, ասենք, շատ փող վաստակելու, մեկ-մեկին խաբելու, գցելու, այս process-ի մեջ մենք ընդհանրապես փոշիանում ենք ներսում։ Այդ աղբը մեր ներսումը
Եվ իրոք թուրքը թաքնագրային խորհրդի մասին մենք խոսել ենք, պատական չի որ տարընթերցում էր թուրք Քրիստոսի թուրք։ Թուրը քն հոգնակյացնող մասնիկ ունի հայերենում, չէ՞, ովի։ Շենք, գիրք, հա։ Թուր թրեր է նշանակում։ Թուրք։ Այսինքն այդ անասունը գործիք է մեզ մեր տեղը ցույց տալու համար։ Մենք բազմիցս խոսել ենք, եթե ինքը հզորանում է, մեր գործիքը հզորանում է, ուրեմն մենք ստեղ սխալ ենք ապրում։ Անկախ վերլուծությունների, անկախ փաստերի պետք չի դա ինքը, եթե թուրքը հզորանում է, դու ուրեմն ստեղ սխալ ես ապրում։ Հիմա հետ բանի Բոլոնյան այդ համակարգի հիմնադիր այդ պետությունները ոչ մեկ այդ Բոլոնյան ծրագրերով չի կառավարվում։ Իրենց կրթությունը ծրագրերով չի։ Այսինքն անցումային երկրների, մեր տիպի երկրների ծանոթ ենք բանը ոսկե միլիարդ, այսինքն որ մարդկությունը շատ է պետք է կոտորվի, այդ կոտորման ցուցակում նաև մենք ենք, հատկապես մենք ենք, որովհետև մենք անձնական հակառակորդ շնամի ունենք իդեմս ոչ թե Թուրքի, այլ հրեայի, գերազանց գիտենք դա։ Դե հիմա ես ձեզի լրացնեմ, ասեմ թե ինչ է, որովհետև շատերը չգիտեն եւ դուք էլ չգիտեք, թե ինչ է իրանից ներկայացնում Բոլոնյան կրթության ինստիտուտի հիմքը, որտեղից է գալի այդ Բոլոնյան ինստիտուտը։ Ավի ջան, այդ մեծ ուրախության։ Ես կխրեմ էլի մեղրով դուք հիշեք ինչ պետք է ասեք, որովհետև սա կարևոր է։ Ուրեմն ճիշտ եք ասում, Եվրոպայում շատերն են, որ չեն ենթարկում, բայց Բոլոնյան այդ ինստիտուտը աշխատում է։ Իմանալով, որ այդ շրջանը Բոլոնյան եւ Լոմբարդիան, իրարից շատ հեռու չեն, Լոմբարդիան։ Դուք գիտեք Լոմբարդիան, Լոմբարդ անունով 92 թվականին Լոմբարդները Հայաստանում շատացան։ Եվ ինչն է Բոլոնիայի խնդիրը։ Բոլոնյան ուրեմն ինստիտուտն է իրավական, ինֆորմացիոն, որը գովազդած է հռոմեական իրավական ինստիտուտի ինֆորմացիան է վերցրած այնտեղ եւ Հռոմի կործանման հիմնական խնդիրներից մեկը կատարել է Բոլոնյան ինստիտուտը, որը որ իրավունքի մեջ իր բզերներ է ինֆորմացիան ընթացքում փոփոխություն է մտցրել։ Ովքեր են այդ Բոլոնյան ինստիտուտը իրավական դպրոցը, որը ոչ միայն իրավունքի դպրոցն է եղել, ընդհանրապես իրավունքի դպրոցը այն ժամանակ դպրոցն էր։ Այն ժամանակ գրել կարդալ գիտեն Հռոմում արդեն մինչև 4-րդ դար, 5-րդ դար եւ այլն, միայն հիմնականում ովքեր որ իրավունք ու բանը, որտեղ Հռոմը իրավունքի երկիրն էր։ Լոմբարդիան նրանք հрьяաներն էին, որոնք որ այդ ժամանակահատվածում տալիս էին փող, ապրանք էին վերցնում եւ դրա դեմ փող են տալի, բանկային գործառույթ են կատարում, տեղից է գալիս։ Եվ Բոլոնյան եւ այդ Բոլոնյան ինստիտուտը նոր չի, նա գոյություն ունի 1500 տարի։ Նա է նաեւ քանդել բյուզանդական կայսրությունը։ Նույն բյուզանդական կայսրությունը վերցնել էր Հռոմից ուրեմն հռոմեական իրավունքը եւ հռոմեական իրավունքի վրա հիմքի վրա սարքել էր իր պետությունը, որտեղ վերացնել էր եւ նույն ինստիտուտն է քանդել, նույն ձևով, այսինքն իրավունքի ինստիտուտը այն ժամանակ եւ կրթության ինստիտուտը նույնն են։ Հիմա տեսեք ինչ է նշանակում Բոլոնիա, եթե իրավունքի պատմություն կարդաք, կընկնեք դրա վրա։ Բոլոնիայի վրա կընկնեք, Լոմբարդիայի վրա ֆինանսների պատմություն կընկնեք։ Դից է գալիս։ Եվ սա կարևոր է, որ մենք ասեցինք, թե ում ձեռնակրթությունը, ինչի հանկարծ մեկ էլ 4 անգամ փորձից հետո բացի կրթությունից, որ գնում են ֆորմալ մարդիկ գալիս են տուն, ոչինչ չեն դպրոց են գնում, ֆորմալ հետ են գալի, հետո գնում են պարապելու, որպեսզի ընդունվեն ինստիտուտ, որտեղ ոչինչ ոչ մի գիտելիք չունեն։ Եվ հանկարծ դրա հետ համատեղ Հայաստանում լեզվի մասին օրենք է փոխվում, որտեղ որ ասում է Հայաստան պարտադիր չի, որ հայերենը լինի պետական լեզուն, դա կառավարությունը կորոշի որ լեզուն է պետական, որ վարքյանին։ Այսինքն մի հատ օրենք է։ Մենք դրա մասին բազմաթիվ խոսել ենք։ Եվ ստացվում է, որ ուրեմն կրթությունը ես այս ինֆորմացիան լրացման կարգով
Այդ անչափ կարևոր բան է, տեղեկություններ Հովիչյան, ապրես դու շատ երկար ու բեղմնավոր, հա, տենց պաթոսով ասված խոսքերում է։ Հիմա ինչ է կատարվում, այսինքն պարզ բաներ դիտարկեցի, որ ազգային պետություն ունենալ նշանակում է ընդհանրական արժե համակարգով ապրել։ Երբ որ կյանքի խաղի կանոններ է մշակվում, եւ բոլորս գիտենք, որ այդ կանոններով պետք է ապրենք։ Երբ որ որից է մեկը բացառություն է կազմում, կամ նիշերտ, կամ մեծամասնություն է, կամ միայն իշխանավորը, արդյունքում այդտեղ պետության մասին խոսել ազգային անիմաստ է պարզապես։ Ցեղախմբային պետության մասին կարող ենք խոսել։ Ցեղերի միասնությամբ կառավարող պետության մասին կարող ենք խոսել, բայց ոչ ազգային պետություն։ Այսինքն այդպես դեպք կա, որ շատ հետաքրքիր պետություններ, որ իհարկե վերջերս քանդեցին, եւ կան այդպես պետություններ, որոնք ոչինչ ցեղերի հետ կապված, որոնք ես ուղղակի շեղվեմ բանից, որոնք նույնիսկ ցեղերով կարողանում էին սարքել հզոր ուժեղ պետություն, նույնիսկ ցեղերով։ Ես 3 օրինակ բերեմ, որոնցից երկուսը իհարկե արդեն քանդված վիճակում են։ Մեկը բերեմ, որ դեռևս քանդված չի, սկզբից դա բերեմ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, հետո Լիբիան, որը զորով քանդեցին, եւ Հարավսլավիան, որը զորով քանդեցին, բայց սրանից ստացվել է պետություն։ Բայց ինչն է բանը, որ դրան հնարավոր եղավ քանդել։ Ստացվեց հնարավոր, բայց ոնց է լինում մեր մոտ հակառակն է։ Մի ազգ պետությունը չի հնարավոր չի քանդել, բայց չի ստեղծվում այդպես պետություն, որը Խադաֆին ստեղծել է այդպես ուժեղ տնտեսական հզոր պետություն, քանդվեց, որտեղ ցեղեր էին մեջը։ Բայց ինքը ստեղծել է։ Մենք ունենք ամենաուժեղ քարտը եւ չենք կարող հիմքը չենք կարող դրա վրա կառուցենք, ո՞նց անենք։ Ինքը շատ պարզ է, օրինակ Հովիչյան, իմանայի Հռոմի կայսրի անձնական 7-րդ դարում խորհրդականը ներսես մեծ կաթողիկոսն էր։ Մեր Զվարթնոց հրաշք տաճարի կառուցողը եւ հեղինակը ըստամենային։ Եվ պատմագիրը ասում է, ներսես կաթողիկոսը ոչ թե գնում էր Հռոմ կայսրին խորհուրդներ տալու, այլ կայսրն էր գալիս խորհրդակցելու ներսեսի հետ։ Ուր էր գալիս։ Ինչի մասին։ Այո, ինչի մասին է խոսքը, այսինքն մենք գալիս։ Այո։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Արդի համակարգի նյութական կարողությունների դաշտը մի պահ թողենք։ Սամվել, գիտես ինչի մասն է, տղաս ես մի բան ասեմ, դա նշանակում է, որ Հայաստանում կար այն ինստիտուտը, այն գիտական մակարդակը, որ ինքը չէր գալու մենակ ներսեսի մոտ, գալիս էր հենց Զվարթնոց այդ ինստիտուտն է եղել։ Իհարկե, հիմա նայ Հովիչյան, ինչ է, իհարկե, Տեր Աստծո տաճարի տեղը կառուցված, ես կարծում եմ Տեր Աստծո տիլներ էլ ինտեղ, տիր չէ, միգուցե, և այդ բառը առանձին խնդիր է։ Հիմա ես պարզապես պատմականորեն մեկ օրինակ բերեցի, և անհատներ, որ հիմա էլ Չինաստանում դպրոցում դասավանդում են պատմություն Չինաստանի և չինացի երեխուն սովորեցնում են։ Այս կայսրերի պատմականորեն խորհրդականները եղել են հայեր։ Դա որպես կարևոր պատմական իրադարձություն չինացի երեխուն սովորեցնում են։ Բայց ինչի չինացի երեխուն սովորեցնում են, մեր երեխեքը չգիտեն։ Ես չգիտեմ, երեխա։ Հենց դա եմ ասում, Հովիչյան, հիմա նայ, սա ինչի համար եմ ասում։ Մենք ուրեմն բավականին լուրջ կենսափորձ ունենք հազարամյակների ազգովի եւ ընդգծված անհատականություններ ունենք եւ մեր բավականին փորձ ունենք այդ կենսափորձը մեր կյանքում չենք օգտագործում, չենք կիրառում, որովհետեւ մենք ասում ենք այ դրսին իրենք ունեն, բերեք ներմուծեք, էլ մերոնցը անցածը հինա էս այնա։ Ասենք նույն սահմանադրությունը ասենք։
Դատաստանագիրքը ինքը գերազանց գիտես, Մխիթար Գոշ, աշխարհում առաջի սահմանադրությունն է եղել, այսպես ասած, որը բխեցնում է մեր կյանքի արժեհամակարգից։ Դատաստանագիրքը ես կասեի կնեք մի քիչ բան չնեմ, ոչ թե սահմանադրություն, ավելի շուտ քրեական օրենսգրքի բան է, էլի, կարգա։ Ամեն դեպքում, այդ ժամանակ ինքը այնքան ստույգ մոտեցումներով կատարյալ է, որ այդ դաշտը, այսինքն օրինաց երկիր ունենալու համար, ինչևէ, հիմա ինչ կարելի է անել եւ ուղղությունները որոնք են, այսինքն խնդիր 1 նախ ասեմ, որ այս պատերազմը հաղթեցին ազգային մտածողությամբ տղերքը միայն, ովքեր ընդհանրական հոգեբանություն են եւ ընդհանրական ցավ էին ապրում։ Այդ շերտը մնացել է բնականաբար։ Այդ շերտի այս հատկանիշերը շատ թե քիչ փոխանցվել է սերնդին։ Բայց ընդհանուր տրամադրությունները դու նայ ասենք հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը ցեղակրոն է։ Ես չեմ հասկանում, իրենք ձեր են առնում մարդկանց, ազգային պետության կառավարող կուսակցության գաղափարախոսությունը ցեղակրոն է։ Իրանք բան են արել, ուզեցել են ուրեմն ուժեղ, այսպես ասած, հիմա մոդայա չէ, ասում են PR անեն, դրել են նժդեի նկարը, եւ չեն հասկացել օրինակ ինչա այդ ցեղակրոնը ինչա, ոնց բան են արել, այդպես դրել են, հասկացել են, որ տենդենս կա, որ ժողովուրդը նժդեի ուզում են դրա վրա բան հավաքել, այդպես հեղինակություն նժդեի հաշվին, այդպես վիճակ է երևի դա։ Չգիտեմ, ամեն դեպքում բանի իրենք չհասկանալով այս անլրջության են վերածել այս ամեն ինչը եւ այլ։ Պատերազմի ժամանակ ես ունեցել եմ մի քանի հանդիպումներ բարձրաստիճան անձերի հետ, որոնք ինձ սարսափեցրել են այդ մեր կազմակերպող, մեր կյանք կազմակերպող մարդկային մտածողությունը, թե ոնց կարա այդպես լինի։ 3 կաթողիկոսի հետ էլ հանդիպել եմ եւ ես սարսափել եմ Վազգեն Վեհապարի, ասենք մտածողությունից։ Թե բանը բոլորը գովերքում են ես ընդհանրապես անակնկալի եմ եկել այդ հանդիպումից հետո, թե այս ինչ բանի են սրանք, չէ որ ես իրենցով եմ հավատում, չէ որ ես իրենց եմ հավատում։ Հետո եկել իմ ընկերներից հետ շարունակել եմ կռիվը, բարեբախտաբար տարել հաղթել ենք, որովհետև այդ մարդիկ իրենք շատ տարբեր մարդիկ էին, ակադեմիական բարձր գիտելիքներից մինչև բանվոր գյուղացի կամ հակառակը մարդիկ ընդհանրական սոսնձով կապող մի բան կար, բոլորը մտահոգ էին գենի համար, ընդհանրական, այսինքն ազգային մտածողություն կար մեջներ, եւ այդ ընդհանրական ազգային մտածողությունն է հաղթել, որ դրանից հետո երբ որ զինադադար եղավ, ազգային մտածողության այս տղաներին կողք քշեցին, եւ մենք զրուցել ենք էլի, պատմական անցումային process կա, որ պատերազմից հետո զինվորական մտավորականությունն անցնում իշխանության, որից հետո կամաց քաղաքացիական հասարակությանը անցնում այդ ամեն ինչը։ Դա օրինաչափ է։ Այդ անցման ժամանակ փոշիացվեցին։ Այլ մի հատ այս բանի մասին խոսանք, սա շատ կարևոր նյութ է, ինչքան ժամանակների։ Նախ առաջինը ասեմ, որ քո ասածը մեջբերեմ զինվորական էլիտա իշխանության գալու, որ Հայաստանում իրականում այն ովքեր որ իշխանության էին, այդպես էլ մնացին իշխանության, ոչ մի զինվորական էլիտա չկավ իշխանության, անկախ նրանից մենք տեսնում ենք ինչ-որ մի երկու հոգու, որոնք հայտարարում են իրանց, ասենք որոնք եղել են հնարավոր Ղարաբաղում, բայց իրականում հիմա տեսեք բոլոր նրանք ովքեր որ եղել են զինվորներ, Ղարաբաղյան պատերազմի գնդապետներ, աֆիցերներ իսկական նրանք
Նրանք հիմա ոչ միայն հետևում են, չեն երևում, այլև շատ դժվար վիճակներում են, աղքատ, անտեսված, շատերը նույնիսկ sense մի հատ վատ վիճակ է, սա շատ տխուր է, նշանակում է, որ իրականում դա ոչ միայն չի գնահատվել, դա ուղղակի պատերազմում հաղթել են այդ տղաները, սակայն իշխանության վրա լրիվ ուրիշ մարդիկ են, որոնք ուղղակի օգտվում են տարբեր տեսակի հաղթանակներից եւ ոչինչ չեն կարողանում իրենք անել, ուղղակի լավ կարճել են, այնտեղ հետաքրքիր է, լավ է, էլի փող կա։ Հիմա բայց մի հատ խնդիր կա կարևոր, թե ինչպես անել, ինչպես են անում մյուս երկրները, որպեսզի կարողանալ այնպես անել, որ հենց ռազմական երկիրը պահող այդ զինվորական էլիտան իսկական իրական իշխանության մեջ է, իրական, այսինքն ինքը բոլոր տեսակի թելերը իր ձեռքում է եւ ոնց է դրա պատմություն կա, մենք պետք է իմանանք, չէ՞ որ օրինակ տեսեք, նայում ենք, ասում ենք այդ տարբեր երկրներում 18-րդ դար, 17-րդ դար ազնվականները դրանք նախկին զինվորներն էին, որոնք գալիս են, դառնում էին տասալ եւ այլն, եւ դառնում են թող են ունենում, թագավորը տալիս է, որտեղ իրանց երկրի համար են արել։ Հիմա դրանից հետևանք կա, չէ՞ որ ինստիտուտներ են առաջացել դրանցից, եւ որպեսզի ուսումնասիրեն, ես ուղղակի դրա օրինակը կա, պետք է ուսումնասիրեն ինչպես է դա, ես շատ կարևոր խնդիր է, տեսեք, ուրեմն որպեսզի ռազմական ուժ ունենա զինվորական, որը կապված է նաև ոչ միայն պատերազմի եւ բանի հետ, խաղաղության համար է այդ զինվորը, նաև արտադրության կազմակերպում նա գիտելիք պետք է ունենա, լավ գիտելիք, ինքը պետք է լինի եւ անող եւ բանպահող, եւ ինքը միշտ պետք է տեխնոլոգիայով առաջ լինի, եւ գիտելիքը ընդ որտեղից ինքը պետք է ունենա, պետք է ունենա դպրոցից, ոչ թե մանկական դպրոցից, որ մինչեւ գնում ես տարի 7-ով, նաև ինքը համալսարան, բայց ոնց պետք է այդ համալսարանի ինչ ձևի պետք է լինի։ Հիմա տեսեք, մենք լավ գիտենք, որ ամենակարևոր դերը բոլոր պատերազմի եւ Ղարաբաղյան պատերազմում հատկապես տեխնոլոգիայի հարցով, տեխնիկական հարցով, պոլիտեխնիկի տվյալներ ունեցող պոլիտեխնիկ ինստիտուտի եւ այդպես տեխնիկական ինստիտուտների տղաներ են եղել, որոնք խնդիրներ են լուծել, օքեյ։ Եվ հիմա մենք տեսնենք, թե ինչպես է աշխատում Հայաստանի պոլիտեխնիկը, որը որ իհարկե սովետական միության ժամանակ եղել է այդ տեսակի ինստիտուտ, մնացել է դեռևս, եւ ինչպես է աշխատում Ֆրանսիայի պոլիտեխնիկը, այստեղ տարբերություն կա։ Ֆրանսիական պոլիտեխնիկ ինստիտուտը դա լավ ինստիտուտ է, շատ դժվար է, բայց ռազմական բան ունի, եւ այնտեղ բոլոր սովորողները վայրենի են։ Դրանք ռազմական նշանակություն ունեն, դառնում են նաև հետագայում գործարանների տնօրեններ կամ բան, որտեղ ամենաբարձր առաջինն է համարվում պոլիտեխնիկ ինստիտուտը, այդ իրավաբանական բան, այդ ինստիտուտներն սա երրորդական, 10-րդական են։ Եվ պոլիտեխնիկ ինստիտուտը բանը լրիվ բոլոր զինվորական են, օքեյ, որ մտնում են պոլիտեխնիկ ինստիտուտ, միների ինստիտուտ, այդ շկոլը միներ կա։ Եվ դրանք բոլորը միևնույն ժամանակ ծառայում եւ ռազմական շին ունեն, նշանակություն ունեն։ Դա պաշտպանության նախարարության կոնտրոլի տակ է, որը որ պակասում է Հայաստանին։ Եթե պոլիտեխնիկ ինստիտուտը, որը որ հիմա ահավոր վիճակում է, չգիտենք ինչպեսի լուծում, որտեղ գործարանները փակ են, բաներ, ինքը պետք է աշխատի ռազմական բանի համար, նայելով ինչպես են աշխատում մյուս երկրներ, տեխնոլոգիական, հետո կարծեմ բաներ կարտադրել, ավտո կարտադրել, մեխանիզմներ, ուրիշ տեխնոլոգիաներ, բայց շատ տխուր վիճակ է այսօր։ Ինչպես ոնց անեն, որ եւ ինչ է ստացվում, ստացվում է, որ ինստիտուտը վերջացրած գիտելիք ունեցող լավ բարձր կարգի դժվար ինստիտուտը գիտելիք ունեցող տեխնոլոգիական լուծումներ գտնող այդ աստիճանի մակարդակի բան ունեցող մարդը արդեն ծառայում է բանակին, միևնույն ժամանակ բանակին ծառայելով նա ունի գիտելիք, նա ունի ռազմական իշխանություն, նա ունի իշխանություն, որովհետև տնտեսությունն է զարգացնում, չէ՞ որ ինքը գործարանը դնում խնդիրներ է լուծում։ Տեսա՞ք տարբերությունը մեր, թե ինչու են այդտեղ հայտնվել հանկարծ տղաներ այնտեղ եւ Ֆրանսիայի, որտեղ Ֆրանսիան էլ է, գիտեք, Ֆրանսիան պատմություն ունի,
19-րդ դար բանն է հեղափոխություններ ունի տարբեր տեսակի սրիկաների մուտք ունի 10 տարի տերորի տարիներ են ասում բան այդ պատմությունը Ֆրանսիան տեսել է հասկացել է չէ ինչ պետք է անել դասերա քաղել հիմա մենք չենք կարա 500 տարի Ֆրանսիայի նման մենք ժամանակ չունենք հասկանում ես որ ոնց ընթացքը գնա նենց գնանք որտեղ Ֆրանսիան հայտնվել է Եվրոպայի մեջտեղում ինքը այտենց կարա անընդհատ դասեր քաղի բայց Հայաստանը չի կարող դասեր քաղի որտեղ ինքը Եվրոպայի մեջտեղում չի 4 պետության մեջտեղում է մեկը մեկից զգուշ լինելու սա կարևոր է եւ Հայաստանը այս ամբողջ բանի մեջ պետք է ամենաբարձր ամենաուժեղ որ նստեն եւ ոնց է նստում նստում են ասում հələ մի հատ գանք տեսնենք պարոն նախագահ եկեք մի հատ նստենք սեղանի շուրջ տեսնենք ինչ ունեք դուք որ մեր հետ մտնեք փայաբաժին այն նայում ես ասում եմ բան չունեք դուք ինչ մտնեք փայաբաժին 20 տարի տվել ենք ձեզ այսքան բան էին թողել ռուսները դուք մենակ սև մաշին եք առել ֆրֆռում եք ձեռներդ տնգում եք տանում եք ասում եք մեզ մի խանգարեք մենք քեֆ ենք անում դրա համար էս վիճակում ենք այսօր երբ որ մենք գիտենք որ աշխարհը հաշվի նստում նրանց հետ ովքեր որ պատրաստ են ուժեղ են կարողություն ոչ թե ովքեր որ մեղք են խեղճ են ընդունեք մեր ցեղասպանությունը չի նստում նրանց հետ հաշվի եւ բնական ընտրության մեխանիզմ է բոլոր մակարդակներում գործում է այլ նաեւ մարդկանց ոչ միայն բուսական կենթանական աշխարհում իհարկե գործում է վիճակ կատարյալը ով կատարյալը ապրելու է ով կատարյալը հաղթելու չի ձգտում կատարյալության գնալու կամ չի ասել դրան կամ կատարյալ չի բնականաբար մնում է այդ Աֆրիկայի մեր կարգավիճակը ինչու գնանք Աֆրիկա մեր եւ ամենաթանկ բանը որ մարդն է ամենամեծ կապիտալը Հայաստանում ամենացածր գինն ու արժեքն ունի ինքը այնքան բանի ոնց ասում եթե 5000 դրամով ինքը իր քրեն տալիս է վաճառում է այդ մարդը էլ արժեք չունի մարդուն այնքան են իջեցրել որպես ապրանք որ ինքը դարձել է անարժեք մի բան ավելորդ հանգարող բան եւ Wall Street-ն անում որտեղ գիտի որ հանգարց հայ մարդու գինը բարձրացավ իրանց սա գները իրանց սա բաները պրավալ անգնելու է դրա համար Wall Street-ը սարքում է Տիգրան մեծը չէ Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանը հիմա նենց լավ կղզիներում հանգստանում է բաներով են գիտես մի բանի կուսակցական թանուր այդ ժողովին ինչ էր հայտարարել որ Հայաստանում բալաստ կա բալաստ ավելորդ մարդկանց քանակ կա որը չի թողում որ մենք կյանքը ճիշտ կազմակերպենք իրենք պետք է դուրս գնան Մենք ովքեր այստեղ հարց է թե Տիգրան Սարգսյանը երբ որ խոսում էր ով էր խոսում այսինքն մենք պետք է հասկանալ ովքեր մենք Հիմա ես դա ասում եմ որպեսզի այն ասած ամրացնելու համար եթե դա ասում է առաջի դեմքի եւ կարծում եմ բան չի փոխվել ոչ թե համոզված եմ ոչ թե կարծում եմ քանի դեռ դատական համակարգը անկախ չի քանի դեռ իշխանավորների հրամանների կատարման բացված եւ պաշտպանում է օլիգարխիկ շահեր այսինքն օրենքով օրինաց երկիր ունենալով ազգային պետություն ստեղծելու այս բանը արանքից հանվում է մեկ բայց Սամվել մի հատ հարց տա այդ դատական համակարգի ասացիք իմ մոտ հարց ցակեց ես պետք է էլի հիշեք էլի բայց կարևոր է այդ հարցերը մենք չհանենք դուրս չդնենք չի է դատական համակարգը որ կախված է դատավորները եւ մագիստրատները տարբեր տեսակի դատախազության աշխատողները եւ չեն հասկանում որ կարան չլինեն կախված իրանցից է կախված իրանք պետք է լինեն որ ասեն չէ մենք դեռ չենք ենթարկվում մենք ենք որոշում մենք իշխանությունն ենք այդ դատավորները չեն ասում որ իրանք են իշխանություն իրանք աշխատող չեն սովետական դատարան չի իրանք իշխանություն են դատական իշխանություն են դա հոգեբանական խնդիր է
Հոգեբանական չի, շատ պարզ մի բան է։ Հովիկ ջան, հիմա նա ինչ է կատարում։ Դատավորը գործարքներով հարցուշիդակ հարցեր լուծելով ինքը փող աշխատում, մեկ։ Արդյունքում չինովնիկը իշխանավորը տեսնում է դա։ Ասում այսուհե դու իմ սեփականությունն ես, դու շարունակ այդպես ապրել, բայց երբ որ պահը գա, ես ինչ ասեմ պետք է անես, ու վերջ։ Այսինքն այն իրենց երթումը, իրենց էս եւ այլն, այդ ամբողջ կոկտերած էլեմենտար բանի այս իրավիճակից օգուտ քաղելու եւ այս ամբողջի մեղավորը էլի իրենք չեն։ Էլի գալիս է եկեղեցին։ Եթե եկեղեցին տեսնում է մայրաթորը, որ սկզբունքորեն խախտում է քրիստոնյա տեսակի ապրելու կերպը եւ դառնում է նախագահից բռնած ինձնով վերջացրած ամենաբան որպես թոշակառու մեկով, հա, եւ ինքը լռումը հովիք չեն։ Բայց հնարավոր է գիտեք ինչ ասում եք եկեղեցին էլ է այդ պատմության մեջ է, ինչ գիտեք կարող է մեջը չի, այդ փող տալու արտը ուրեմն այստեղ բանը Աստծո հույս մնացած անտերուտուց այդ մի կտոր ժողովուրդն է արիտա այն մնացածը հայերեն չեն, հայ չեն, հայ քրիստոնյա չեն։ Այդ հայ քրիստոնյա բառը մենք համակցում ենք սովորաբար, հենց այնպես չի է, կարա հայ լինի, բայց ոչ քրիստոնյա։ Հա, այդու անպայման չի, որ խաչը վրեն կախածը լինի մեծ, անոր ես քրիստոնյա եմ, այդ քրիստոնյան ինքը ձև չի, նա աստվածաշունչն էլ պահի դեմդ ու սկսի մեջից մեջ բերումներ ան, էդի հակառակը։ Իհարկե, եթե ընդհանրական մտահոգություններով չես ապրում, դու քրիստոնյա չես։ Եվ արդյունքում այս պարակտումները գալիս է, էլի գալիս է մայրաթորից, որովհետև մայրաթորը ով է խանգարում քո գանգտրան, ով է ես նախանձով եմ նայում մահմեդականներին, որ առաջի դասարանի, երկրորդ դասարանի երեխեքը Ղուրանի իմացության մրցույթներ են անցկացնում։ Ծայրահեղական բանել կա էլի։ Մեր մոտ, կապ չունի, մեր մոտ։ Բայց իրենք իրենց դա բայց իրենք դա կրթում են այդ կերպ իրենց ազգին։ Չէ, ինչու օրինակ մեր մոտ էլ օրինակ ես ձեզ ասեմ, որ առաջին երկրորդ դասարանի երեխեքը կարան օրինակ 5 կտակարանի մրցության բանանը ինչի համար կարան ասեմ ես պետք է ասվի այսօր 5 կտակարանի հա ուրեմն 9 չէ բանորը չէ սա կարևոր է որ ասեմ հա ինչի է 1990-ական թվականներին չէ մեկ էլ հայտնվեցին սովետական միությունից Հայաստանը գալիս է անկախ ազատ Հայաստան դե ով ինչ ուզում անում է քրիստոնեություն վերադառնում ենք մեր ակունքներին շատ լավ է Հայաստանում հայտնվում է մանկական աստվածաշունչ գունավոր տպելու որակը բարձր որ ես ուզենաս տպես միլիոններ կա պետք կլինի էդի տպես մեկ էլ ջրի բաժանում է հելյա ժողովրդի պատմությունը ու վախեցի հա հելյա ժողովրդից հանգարց բանը մի հատ չկա ոչ բացերից են բանի պատմություն հոբը ոնց պատժվեց մյուսը ոնց պատժվեց երեխեքին պարտադիր կարդացեք գունավոր նկարներով այդ գիրքը խանութում չես գտնի տենց գունավոր գիրք տեսա՞լ ոնց կարան պատմեն իրանք այդ քրիստոնեությունը ոնց է ներմուծված դրա մեջ Հիմա դա նոր կտակարանը ընդհանրապես Քրիստոս ասում է նոր գինին հին տիկերի մեջ չեն պահում եւ բավականին սկզբունքորեն փոխված է տրամագծորեն շատ բաներում հակասում է 5 կտակարանային մտածողությանը այսինքն այդ նոր կտակարանի մասին է խոսքը որ հստակ իդեպ արժե համակարգը, որով նոր կտակարանով դրված եւ կոչվում է մարդուն ապրելու, դա բուն հայկական ապրելու կերպն է, հովիկ ջան։ Հայկյան ապրելու կերպն է, նոյի ապրելու կերպն է։ Ուրեմն մենք պետք է առաջինը այդ բանը մեր ինֆորմացիա շատ կա ամենտեղ թաքնված։
եւ այդ ինֆորմացիան վերացած թաքնված է, որովհետեւ հանգարց այդ ինֆորմացիան հայտնվի մեր ձեռքում, մենք ավելի ուժեղանանք, զորանանք եւ այդ ինֆորմացիան ոչ միայն անցածի ինֆորմացիան է, այսօրվա ինֆորմացիան էլ է, որ չի թույլ տվում, որ հանկարծ դու ավելի շատ գիտելիք ունենաս, որ հանկարծ դու այտենց կազմակերպված լինես, որովհետև հանկարծ դու այտենց կազմակերպված լինես, գիտելիք ունենաս, ինֆորմացիան ունենաս, քո դեմ էլ խաղ չի լինի։ Իսկ հիմա ոնց ուզում խաղում են, դու գնա իրանց հիմա էլի ոնց ուզում են խաղում են, էլի մենք ենք առի, հիմա նայ Հովիկ, ասում ես, այս վիճակից ինչու։ Հիմա նայ մենք զրուցել ենք առանձնազրույցներում էլի։ Հիմա աշխարհը, ամբողջ աշխարհի մեջ է։ Այդ Մարտակեր հրեան, որը առաջ երկու համաշխարհային պատերազմ սարքեց, ինքը լուրջ կոտորելով մարդկությանը, հիմա էլի պատրաստում։ Այդ իրավույթ ինքը նոր աշխարհի սարքելու իր ազգ չէ իր ցեղի համար, բայց իրենք ազգ են, որովհետև միաբանված են մեկ խնդրի շուրջ։ Ամբողջ մարդկություն ազգերը իրենց թշնամին են, այդքան բան։ Այդ եզակի ֆաշիզմն է փաստորեն միաբանում էլի իրենց։ Հիմա մենք ինչ ունենք, անպաշտպան են ազգերը, աչքներիս առաջ սլավոները կոտորվում են։ Եղբայրացման կռիվը, ինչ 2017 թվականին սարքեցին, դու սպիտակ ես, դու էլ կարմիր, բոլշևիկ, մենշևիկ, մեկ-մեկ ուսցեցին մորթել, անգիտությամբ, հա, արդյունքում իրենց կառավարման լծակները դրեցին, հիմա այս նույն, հիմա մեզ տրված է, մեզ այս պայն պատմականորեն, մեր ապրելու արժե համակարգը նույն ուկրաինացուն, նույն ռուսին, նույն ամերիկացուն, նույն գերմանացուն, նույն ֆրանսիացուն, նույն անգլիացուն, որ տղերք ի վերջո հողագնդի վրա Աստված մի տեսակ կա մարդու, որ այդ տեսակին բերել այս ապրելու արժեհամակարգով ապրեցնում եւ դա ձեր ապագա ապրելու մոդելն է։ Ամենամեծ արտահանման մենք ապրանքը ունենք, դա Աստծոց տրված ամենամեծ արժեքն է, Հովիկ ջան։ Այսինքն նյութի մրցակցի դաշտից դուրս են գալիս արժեհամակարգի դաշտ, պարտադիր, որովհետև այդտեղ է մեր արժեքը։ Նավթի ու զենքի քանակի մեջ չի։ Եվ այդ ոգեղենությունը, որ ունենք, անհաշկալի հաղթանակ տարվեց եւ տարվելու է ասվեց, չէ՞։ Այդ հետևանքը այն արժեհամակարգի, որի ծնունդն է դու եւ մեր նմանները, Հովիկ ջան։ Եվ սա որպես համաշխարհային արժեք, համամարտկային արժեք, սա ձևակերպել ինքներս մեզ համար, կարևորել պետականորեն, հոգևոր իշխանությամբ, աշխարհիկ իշխանությամբ, եւ դրա շուրջ մեր հասարակական հարաբերությունները զարգացնել եւ նույն բանը արտահանել ուղղակի։ Իսկ սա ամենաբարձր կապիտալն է, որովհետեւ բոլորն էլ հիմա նույն հրեան տեսնելով մարդկությունը հողագնդի վրա մեծացել է, իր գլուխը ցավում է, այդքանի ոնց կառավարի, մեր մորթենք։ Եվ հստակ համոզված են, որ հարկավոր է մորթել, որովհետև այս տեսակը վտանգ է ներկայացնում։ Բայց գիտեք ինչ, մորթում դա համար այստեղ կարևոր բան կա, մորթում են մորթվողներին, եթե իհարկե պետք է ասել, որ Հայաստանը մեր հայերը 1915 թվական հայոց ցեղասպանությունը դրանից էլ կազմակերպված, լավ կազմակերպված էր, բայց այստեղ մի հատ կարևոր բան կար, որ Հայաստանը երևի չունե դա պետականությունը եւ պետք է հետո հասկանալ թե ինչ է, բայց հիմա կա պետականություն, այդ նշանակում է, որ ոչ մի դեպքում ուղղակի պետք է հակառակ process լինի, եթե 100 տարիների ընթացքում, 1000 տարիների ընթացքում մենակ փոքրասեր պակասել է պետականությունը, վերջում անհետացել է, հիմա նորից պետք է հակառակ process-ում լինի, թեկուզ մենք իհարկե դրանք չենք էլ տեսնի, բայց որպեսզի դա լինի, առաջին հերթին հենց ձեր ասած մարդկային բանը, դրանք կգանք երկրորդ հաղորդումը, որտեղ մենք արդեն շուտանից անցել ենք ժամանակահատվածը մի ժամի սահմանագիծը, բայց մարդկային հարստությունը, մարդկային գործոնը եւ ինչը մենք պետք է պահենք ու չկորցնենք, որը որ իմիջիայլոց այսօր շատ վատ կառավարում եւ փորձվում։ Շնորհակալություն Սամվել,
մենք շարունակ Նմանապես Հովիկ ջան, հա, բարի, ինչ հանդիպում։